Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Փառք ես Աստված, փառք ես, հաղաքս ամենայնի Տեր, փառք ես։ Իսկապես սիրելիներ, Աստուծո փառք եւ գոհություն գվերարակեմ իր մեզի հանդեպ ցուցաբերած ողորմության համար եւ ամենօրյա իր դված շնորհքներուն համար։ Ահավասիկ ամբողջ անցնող ամիսը ուխտակնացությամբ հոգիով ապրեցանք։ 46 հոգիներով Իտալիա ուխտիկացինք, բազմաթիվ վանքեր այցելեցինք, Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներեն Սուրբ Պետրոսի, Սուրբ Անդրեասի, Սուրբ Բարթողոմեոսի, Սուրբ Պողոս առաքյալի եւ բազմաթիվ սուրբերու մասունքներուն թիմաց եկանք, խոնարեցանք, աղոթք բարձրացուցինք առ Աստված, խնդրելով ոչ միայն մեր անձերու մեղքերու թողություն, այլ նաև մեր ընտանիքներու, մեր հարազատներու, մանավանդ մեր ազգի եւ բոլոր մարդկության համար թողություն, ապաշխարության հոգիով արցունք թափեցինք, աղոթեցինք, փառք տվինք Աստուծո, Աստուծմե շնորհք խնդրեցինք, նաև սիրելիներ աղոթեցինք մեր եկեղեցվո բայձարության համար, մեր պետականության անսասանության համար, հայոց սպանագին համար, քերեվարված մեր զավակներուն համար, անհետ գորածներուն համար, հոգեանկստյան աղոթք բարձրացուցինք մեր նահատակներուն համար, բժշկության աղոթք վիրավոր մեր եղբայրներուն ու քույրերուն համար, ու մանավանդ համերաշխության խնդրանք ներկայացինք Տիրոջ, մեր ազգին, որբեսի մեր ժողովրդի զավակները իրարու հետ այլևս իրենց սրտեն թշնամությունը հանեն եւ սերը իրենց սրտի մեջ հագնին, որբեսի իրարու հանդեպ քաղցր ու սրբությամբ վերաբերին։ Եվ այս ամբողջ ընթացքին սիրելիներ, մենք իսկապես որ փոխվեցանք, մենք գդրվեցանք առօրյա ըսիսավներեն, ավելորդ խոսակցություններեն, փամփասանքներեն, զրբարդություններեն, գդրվեցանք նույնիսկ ժխտական ամեն տեսակի լուրերը։ Մեր օրը սկսավ ուրախությամբ Տիրոջ մեջ եւ օրը ավարտեցավ ուրախությամբ։ Դուք շատերդ որ դիտեցիք մեզ, հազարավոր մարդոցմե մեկնաբանությունները ստացա, նամակները ստացա, բոլորն ալ մեզի գրեին, ինչ ուրախ խումբ եք դուք։ Անշուշտ գտնվեցան ուրիշներ ալ, քիչ էր, որոնք ահավոր բարերով ըստ երևույթին իրենց հոգին խրոված է, բայց մեր այդ աբրած հոգևոր ուրախությունը չտեսան, ընդհակառակը սկսան մեղադրել ասելով որ հիմա ծեր ուրախության ժամանակն է, երբ հայրենիքը այս վիճակի մեջն է, բայց այդպիսի մարդիկ չէին գիտեր որ մենք ամեն օր, ամեն վայր որ գայցելեինք, մեր հայրենիքի համար է որ գաղոթեինք, եւ մեր ուրախությունը քեֆի ուրախություն չէր, մեր ուրախությունը Տիրոջ ուրախությունն է։ Եվ իսկապես սիրելիներ, Տիրոջմով ուրախությունը ուրիշ ուրախություն է, որ բարձ մարդը չի գտնար հասկանալ։ Անիգա Տեր Հիսուս Քրիստոսի մեջ եղողն է որ կհասկանա։ Շատ հերուն պետք չէ նայինք տեսնելու համար որ աշխարհը այսօր ինչ ահավոր վիճակի մեջ է։ Ամենուրեք բادرազներ, խռովություններ, նեղություններ։ Այսօր շատեր վախի ու սարսափի մեջ կաբրին։ Այսօր սիրելիներ շատերու հավատքը բացած է, հույսը գրեթե անկդանելի եղած է մարդոց մեջ։ Սակայն մարդիկ չեն գիտեր որ իրենց ուրախությունը ոչ նյութական առատության մեջ է, ոչ խնջույքներու մեջ է եւ ոչ ալ ովև մեկ բանի մեջ է, այլ ուրախությունը Քրիստոսի մեջ է։ Եվ ուխտակնացությունները այդ
հոգևոր ուրախությունն է, որ սիրելիներ կփոխանցեն մարդոց, երբ որ ուխտակնացությունը իրավ ուխտակնացություն է, ոչ թե սփոսաշրջիկություն, այլ ուխտակնացություն, երբ հավատքով կսնվենք եւ Քրիստոսի մեջ կքալենք, Քրիստոսով կքալենք, Քրիստոսի համար կքալենք։ Դեր Հիսուս Քրիստոս ինքը սավ սիրելիներ կգարտամ ցեզի Հովանու Ավետարանի 15-րդ գլխու 9-ն մինչև 13 համարները Հիսուսը սավ ինչպես որ հայրս զի սիրեց նույն ցևով ալ ես ցեզ սիրեցի մնացեք իմ սիրույս մեջ եթե կործատրեք իմ բադվիրաններս իմ սիրույս մեջ մնացած պիտի ըլլաք ինչպես որ ես հորս բադվիրանները կործատրելով անոր սիրույի մեջ կմնամ ասոն գսի ցեզի որբեսի իմ ուրախությունս ցեր մեջ ըլլա եւ ցեր ուրախությունը գադարյալ ըլլա իմ բադվերս է որ սիրեք իրար ինչպես ես ցեզ սիրեցի մեծակույն սերը այն սերն է որով մարդ ինքզին կզոհե իր բարեկամներուն համար ահա սիրելիներ Տեր Հիսուս կսե իմ մեջս մնացեք եւ իմ ուրախությունը ցեր մեջ պիտի ըլլա եւ ցեր ուրախությունը գադարյալ պիտի ըլլա եւ մենք այդ խմփագը սիրելիներ որ ուխտակնացության կացինք սկիզբը իրարու անձանոտ ամեն մեկը դարբեր քաղաքի կամ երգիրե կամ ցամաքամասե եկած առաջին օրը իրարու անձանոտ սակայն վերջին օրը արցունքով իրար մե բաժնվեցան ինչու որովհետև Քրիստոսի սերը միացուց մեզ երբ որ Քրիստոսով սիրելներ իրարու կովկովի կանք իրար մոտ կանք այն ադեն ամեն դժվարություն կհաղթարվի այն ադեն ամեն դժվարություն սիրելներ կվանվի գզորանանք այլևս Քրիստոսով սիրով այսօր մեր ազգի մեջ բացածը Քրիստոսի սերն է Քրիստոսի ուրախությունն է իրարու հանդեպ եթե մենք իսկապես մեծ են փոքր գրոնավոր թե աշխարհական հարուստ կամ աղքատ մեծ կամ փոքր ամենքս իրարու հանդեպ Քրիստոսի սիրով համտուրժենք իրարու հետ խոսենք այդ ժամանակ Քրիստոսի ուրախությունը մեր մեջ պիտի լա այո սիրելիներ աշխարհը շատ ահավոր է բայց եւ մենք աշխարհի մեջ գրնալալ որ ոչինչ կարողանանք փոխել բայց գրնանք սիրելիներ մեր մեջի եղած արցականքը փոխել մենք մեզ փոխել եթե մենք մեզ փոխենք այդ ժամանակ է որ մենք գրնանք ամենքսալ փոխված հայրենիքի մեջ ապրել եւ այդ փոփոխությունը միայն Քրիստոսով գուքա Սիրելիներ, մենք ունենք զորությունը, որ աշխարհը չունի, եւ այդ զորությունը Քրիստոս ինքն է։ Երբ Քրիստոս ունենք, այն ադեն կհաղթենք աշխարհին։ Այն ադեն է, որ սիրելիներ, նույնիսկ այս դակն ու վրա աշխարհի մեջ մեր խաղաղությունը չեն կորսնցներ։ Ինչը սա Տեր Հիսուս Քրիստոս Հովանու Ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարին մեջ։ Ասոնք խոսեցած էզի որբեսի ինձ մով խաղաղություն ունենաք աշխարհի վրա նեղություն պիտի ունենաք բայց քաչալերվեցեք որովհետև ես հաղթեցի աշխարհին եւ սիրելիներ քանի որ Քրիստոս հաղթեց աշխարհին մենք ալ Քրիստոսով գրնանք հաղթել աշխարհին դեսեք ինչ կսե Հովանես Արաքյալ իր նամակի մեջ առաջին նամակի 5-րդ գլխու պիտի գարտամ ցեզի 3-ին 5 համարները Գսե Արաքյալը Արթարև Աստուծո հանդեպ մեր սերը գարդահայտենք անոր բադվիրանները կործատրելով իսկ անոր բադվիրանները կործատրելը դժվար չէ որովհետև ով որ Աստուծո ծնած է գհաղթե աշխարհին եւ աշխարհին վրա հաղթանակ տանողը մեր հավատքն է արդ ով գհաղթե աշխարհին եթե ոչ ան որ գհավատա թե Հիսուսն է Աստուծո որդին եւ մենք սիրելներ ուխտավորներս ամբողջ այս անցնող ամսվա ընթացքին մենք սիրելներ քալեցին Քրիստոսի բադվիրաններու մեջ են ինչ ենք սիրեցինք իրարու դգարությունները տեսնելով չձիձաղեցանք ցերկ չհերացուցինք իրար մենթագարակը ցերկ երկարեցինք խումբի մեջ կային սիրելներ մեծահասակներ խումբի մեջ կային դգարներ խումբի մեջ կային սիրելիներ հզորներ
խումբի մեջ կային երիտասարդներ, բայց ինչ պատահեցավ։ Իրար սիրեցինք, ցերկ դվինք իրարու, սիրտ սրդի։ Այդ ժամանակ խումբը դարձավ Քրիստոսով հզոր, դարձանք ուրախ, եւ ամեն օր մեր օր ուրախությամբ սկսանք, ուրախությամբ ավարտեցինք։ Տեսեք, ինչ կսե սիրելներ Բողոս Արաքյալ Փիլիպեցներու նամակի մեջ, կգարտամ ցեզի 4-7 համարները։ Միշտ ուրախ եղեք դիրոճմով։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսօր մարդիկ ուրախություն կփնտրեն խրախճանքներու մեջ, նյութականի մեջ, ցերկբերումներու մեջ, անոնք ժամանակավոր ուրախություն են։ Մեր քրիստոնեական ուրախությունը դիրոճ մեջ է։ Ադորամար Արաքյալը գսեմ միշտ ուրախ եղեք դիրոճմով, դարձյալ գսեմ ուրախ եղեք, բոլորին անտեպ ազնիվ եղեք, շուտով դերը գուքա, եթե մենք միտքի մեջ ունենանք այս ճշմարտությունը, որ դերը շուտով գուքա, ուրիշներու անտեպ ազնիվ գլանք, այլևս չենք վիրավորեր իրար։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր հայրենիքի մեջ մարդիկ իրար կվիրավորեն, այսօր ազգի մեջ, մեր ազգի մեջ իրար կվիրավորենք, որովհետեւ սիրելներ ազնիվ չենք իրարու հանդեպ, որովհետեւ չենք հավատար, որ Հիսուս պիտի գա։ Ովևէ բան թող չմտահոգեցես, այլ միշտ ձեր աղոթներուն եւ աղաչանքներու մեջ քոությամբ Աստուծմե խնդրեցեք, ինչ բանի որ գարիկը կսկակ, եւ այն ադեն Աստուծո խաղաղությունը, որ միտքով կարելի չէ հասկանալ, խաղաղ պիտի բահե ձեր սիրտերն ու միտքերը, որոնք Քրիստոս Հիսուսի միացած են։ Քույրեր, եղբայրներ, այո, ցանկի փոթորիկները շատ են։ Մեր նավակը այդ փոթորիկներու մեջն է։ Եթե մենք փորձենք յուրաքանչյուրս, մենք մեր ցերկով այդ փոթորիկներու մեջ են մեր ցանկի նավակը առաջնորդել, ապա պիտի խորտակնենք։ Ապա պիտի հուսահատենք օրը, պիտի դգարանանք, եւ մեր ուժերը պիտի չհերիքեն, պիտի չփավարարեն, եւ մենք որքանալ սիրելիներ, վարպետ, նավարգող ըլլանք, պիտի խորտակնենք։ Մենք գարիք ունենք Քրիստոսի։ Մենք գարիք ունենք Քրիստոսի, որ մեր ցանկի նավակը թեպի խաղաղ նավահանգիստ առաջնորդ է։ Մենք գարիք ունենք Քրիստոսի, որ մեր այդ հուսահատության մեջ մեր աչքերը իրեն ուղենք եւ հույս ստանանք։ Մենք գարիք ունենք Քրիստոսի փրկարար ցերկին, որ մեզ ընկղմած ադենը վեր բարձրացնե։ Մենք գարիք ունենք Քրիստոսի խոսքին, ցայնին, որբեսի մեր հուսահատ վիճակի մեջ դերը ասե. նայե ինձի եւ ճուրերուն վրայեն կալե։ Եվ ասիկա սիրելներ, ոչ միայն մենք անհատապես, այլ մեր ընտանիքները ու մանավանդ մեր ազգը այսօր։ Մեր ազգը սիրելներ ոչ միայն գարիք ունի սուրբ գրոնավորներու, իմաստուն ղեկավարներու, այլ գարիք ունենք ամենքնալ Քրիստոսի, որբեսի մեզ առաջնորդե։ Սաղմոս 37-ի մեջ 35 համարներու մեջ սկանչելի խոսք մգա։ Դավիթ մարգարեն գսե. «Դիրոջ վստահե եւ բարիք ըրե, որբեսի երկրի վրա ապրիս եւ ապահովություն վայելես»։ Ով ազգ հայոց, գուզենք ապահովություն վայելել երկրի վրա, չգարչինք մեծ դերություններու սուտ խոստումներուն, այլ դիրոջ ապավինենք, մենք դիրոջ կարիք ունենք։ Միակ ուրախությունդ դերը թողլա, կշարունակե Դավիթ մարգարեն ասել, եւ ինք սրդիդ բոլոր փախցանքները պիտի տա։ Քու կյանքդ դիրոջ հանցնե եւ վստահ եղիր, ամեն ինչ պիտի դնորինե։ Սիրելիներ, եկեք դիրոջ հանցնենք մեր կյանքը, մեր ազգի ղեկը, մեր ամեն ինչը եւ ամոթով պիտի չմնանք։ Դերն է մեր ուրախությունը եւ զորությունը։ Դերը դարձնենք սիրելներ, մեր ուրախությունը, մեր խաղաղությունը, մեր երջանկությունը, մեր առաջնորդը եւ ամոթով պիտի չմնանք։ Փոխենք մեր սիրտը, Հիսուսի մեջ ապրենք եւ Հիսուսի ուրախությունը մեր մեջ լա եւ պիտի տեսնեք, որ ամենուն հանդեպ այլևս բարի պիտի լանք։ Չարությունը պիտի հեռանա մեզ մե։ Եվ գավարտեմ այսօրվան հոգեվոր նախաճաշը Բողոս Արաքյալի հետևյալ խոսքով Հռոմայեցիներու նամակ 15-րդ գլուխ 10-րդ համար գսե Արաքյալը. «Արդ հույսի բարգեւիչ Աստվածը թող ցես ամբողջական ուրախությամբ եւ խաղաղությամբ լեցնե
իրեն հանդեպ ունեցած ծեր հավատքովը, որբեսի Սուրբ Հոգին զորությամբ հույսով արադանաք։ Ամեն։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ցեր բոլորին։